Հանրայինի ուղիղ եթերում աշխատանքն է սկսում օրակարգը, բարև ձեզ։ Երևանում ուժեղ քամի 3 ավերածություններ է գործել, տանիքներ թրթրել, ծառեր շուռ տվել, որոնք որոշ թաղամասերում փակել են ճանապարհի երթևեկելի մասը։ Երևանի տարբեր հատվածներում վնասվել են էլեկտրական սյուներ, որոշ տեղեկություններով փոթորկի հետևանքով տարեց մարդ է մահացել քամու թրթրած մետաղյա թիթեղների հարվածից։ Ուժեղ քամին նաև ավերածություններ է պատճառել Արմավիրին, օրակարգի թղթակիցը հայտնել է, որ փոթորիկը հոսանքազրկել է Էջմիածնի մի մասը եւ մոտակա 10 համայնքներ։ Գյուղերում առանց ծածկի են մնացել տասնյակ ջերմոցներ, գյուղապետերը հաշվում են վնասի չափը, այն կներկայացնեն մարզպետարան փոխհատուցում ստանալու համար։ Քաղաքին լուրջ խնդիրները, ավակին դեռ ճշտված չի ինչ վնասի մեծ չափերը ինչքան կլինի, հիմնականում ջերմոց, տանիքներ ու էլեկտրասյուներ։ Այժմ հունիսի 6-ի մյուս կարևոր իրադարձությունների մասին նախագահ Սարգսյանը Տավուշում արձագանքել է մամուլում շրջանառվող այն լուրերին, թե իբր լարված են իր եւ վարչապետի հարաբերությունները եւ Կարեն Կարապետյանը ցանկանում է հրաժարական տալ։ Այդ լուրերը մտածածին են, հայտարարել է պետության ղեկավարը։ Վարչապետը հրաժարական տալու որևէ պատճառ չունի։ Իսկ բարբերաբար հրապարակ նետվող լուրերը իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին մտածածին են եւ շատ լավ հասկանում ենք մենք եւ կուսակցության մակարդակում եւ իշխանության մակարդակում, թե ովքեր են այդ բեմադրության հեղինակները, ինչպիսին է նրանց ցանկությունը, բայց կարծում եմ, որ իրավիճակի վրա դա որևէ ազդեցություն ունենալ չի կարող։ Մեր երկրում եւ մասնավորապես մեր կուսակցությունում առողջ աշխատանքային մթնոլորտ է։ Տավուշի մարզ նախագահի աշխատանքային այցը սկսվել է Կողբից, տեղում հենց տավուշցիներից նախագահը հետաքրքրվել է, ինչ արդյունք են տալիս սահմանապահ բնակավայրերին տրված արտոնությունները եւ ինչ առաջարկներ ունեն այնտեղ ապրողները։ Հողի վրա ամուր կանգնողներին ամուր թիկունք է ապահովելու կառավարությունը։ Նախագահն ասել է համայնք առ համայնք, ընտանիք առ ընտանիք, աջակցելու են բոլոր հնարավոր միջոցներով։ Շտապօգնության մեքենա որոշ համայնքներ չունեն։ Խնդիրը պարզել է սահմանամերձ բնակավայրերում հարցերի լուծման միջգերատեսչական հանձնաժողովը։ Ուսումնասիրել ու լուծում են գտել։ Զորամասերի սանիտարական մեքենաները գցագրել են համայնքներին։ Ակնհայտ էր, որ ուղղակի մեքենա տրամադրելով կարող է խնդիրը չլուծվի, որովհետև հաստիկա պետք է, այսինքն պետք է նաև բուժ անձնակազմ եւ այլն, եւ մենք գնացինք այլ ճանապարհով։ Պաշտպանության նախարարը հանձնաժողովի ղեկավարն է։ Ինչ են արել ու նախատեսում զեկուցում է հանրապետության նախագահին։ Սերժ Սարգսյանը նկատում է, սահմանամերձ համայնքներին արտոնություններ տրամադրել են, բայց հենց տեղում ապրողներից է հարցնում, ինչպես են գործում, օգտակար են, թե ոչ։ Ավարտեցինք նախընտրական փուլը, ստացանք մեր ժողովրդի վստահության քվեն, հիմա ամբողջ կառավարությամբ, պետական մարմիններով, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներով ձեռնամուխ ենք եղել մեր առջև ծառացած խնդիրների լուծմանը։ Որոշ տեղերում իրազեկությունն է խնդիր, մյուսներում ուսանողների արտոնությունները։ Ծրագրում են նաև 5-ից 12-րդ դասարանցիներին ևս անվճար դասագրքեր տրամադրել։ Հանձնաժողովը համայնքների անձնագրեր է ձևավորել։ Խնդիրները, բնակչության թիվը, զարգացման ծրագրերը բնակիչների եւ համայնքի ղեկավարի պատկերացմամբ գույքագրել է։ Աշխատանքը սկսել առաջնայինից։ Իհարկե առաջի շեշտադրումը շարունակում ենք պահել անվտանգության մակարդակի բարձրացման, հատկապես ուսումնական հաստատությունների, դպրոցների, մանկապարտեզների կողքին, պաշտպանիչ պատերի կառուցման, թաքստոցների կահավորման, ըստ նորմատիվների, ազգաբնակության ամենաառաջնային խնդիրների լուծման վրա։ Հանրապետության բոլոր բնակավայրերում էլ կան խնդիրներ, նկատում է նախագահը, բայց ակնհայտ է, շատերը միանման են եւ նույնատիպ լուծումներ են պահանջում։ Մեր ամենահիմնական խնդիրներից մեկը մեր սահմանամերձ բնակավայրերում եղած խնդիրների լուծումն է, որովհետև այդ խնդիրներին գումարվում են մշտապես տեղի ունեցող հրադադարի խախտումները, որոնք մի կողմից լարվածություն են մտցնում, մյուս կողմից
հավելյալ վնասներ են մեզ պատճառում, այսինքն հավելյալ աշխատանքի անհրաժեշտություն կա։ Նախագահ Սարգսյանը հետաքրքրվում է, լրացուցիչ ինչ կարող են անել, որպեսզի հողին կառչած իրավիճակի փոփոխություն ակնկալող մարդկանց ակնկալիքներն արդարացնեն։ Ցանկանայինք, որպեսզի մեր տեղական ինքնակառավարման մարմինները ավելի ակտիվ լինեն եւ ավելի իրատեսական։ Ցանկությունների ցուցակը կազմել են, յուրաքանչյուր ծրագրի արժեքը գնահատել, նախագահին տեղեկացնում է Վիգեն Սարգսյանը։ Հանձնաժողովի անդամների, մարզպետի ու Տավուշի համայնքների ղեկավարների հետ նախագահի հանդիպումը Կողբի զորամասում է։ Հանրապետության ղեկավարը ծանոթանում է նաև զինծառայողների խնդիրներին, զորամասի պայմաններին։ Ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներն են, նախագահը խրախուսում է նվերներով։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Երկրի հյուսիսային սահմանը ևս Թումո կունենա, Տավուշում կլինի երկրորդը Դիլիջանից հետո։ Միայն երազում եմ, որ Թումոյի միջոցով ստեղծենք այնպիսի սարքեր, որ առաջնագծում ոչ թե կանգնեն զինվորներ, այլ տեղադրվեն այդ սարքերը։ Շնորհակալություն։ Սահմանին ապրող երեխաները արկղը լցնում են երազանքներով, դրանք խաղաղության համար են ու զինվորների անվտանգ ծառայության։ Իրենց եթե դանք 21-րդ տարու բաները, հմտությունները, կոմպյուտերով, տեխնոլոգիով, դրոններով եւ ռոբոտներով իրենք կենտրոնալիք բաներ կան։ Կողբի Թումոյում ևս կանցկացվի Թումո բանակ նախագիծը, որին կմասնակցեն գյուղի զորամասի զինվորականները։ Կենտրոն կհաճախի 600-ից 1000 ուսանող Կողբից, Նոյեմբերյանից, Բերթավանից։ Մինչև Թումոն բացվի, Արմաթն է Կողբի փոքրիկներին զինում ինովացիոն գիտելիքներով։ Արմաթում սովորել եմ հիմնականում ծրագրավորման ճյուղ, իսկ ինչ որ կապված է ինժեներության հետ, հիմնականում գիտելիքները ստացել եմ ծնողներից եւ համակարգչից։ Ուժեղացնել երկրում տեխնիկական կրթական բազան, օգնել դպրոցականներին կողմնորոշվել ինչ մասնագիտություն ընտրել։ Ինժեներական լաբորատորիայի նպատակը սա է։ Աննա Բալյան, Մայա Խաչատրյան, օրակարգ։ Պետության ղեկավարը սահմանապահ Տավուշում այցելել է նաև Բերդի ձեռնոցի գործարան, եղել Ենուքավանի տուրիստական ավանում, այս մասին մեր այսօրվա թողարկումներում։ Մեկտող պաշտոնական լրահոսից Հանրապետության նախագահի հրամանագրով կառավարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել Վահե Ստեփանյանը։ Բացվել են գումարի վերածնունդ ներդրումային ֆոնդի հաշիվները, այժմ ներդրողներ են փնտրում։ Կառավարության ղեկավարին ծրագրի պատասխանատուները ասել են, որ Գյումրիի գումարի պատմական կենտրոնը զարգացնելու ծրագրով հետաքրքրված է մասնավոր հատվածը։ Վարչապետը հանձնարարել է աշխատանքները կազմակերպել արագ։ Ընդգծել է, որ այդ ծրագիրը մեծացնելու է տուրիստների հոսքը Գյումրի, նպաստելով քաղաքի տնտեսական առաջընթացին։ Հանքարդյունաբերության ոլորտում բաց և թափանցիկ աշխատավոճը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր քայլերից է։ Արդյունահանվող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային կառույցին անդամակցելուց հետո Հայաստանը նախապատրաստում է ազգային ծրագիր զեկույց, որով արդյունահանողները կաշխատեն միջազգային չափորոշիչներով, առավել թափանցիկ։ Արդյունահանումը մեր երկրի տնտեսության մի զգալի մասն է կազմում, ապա պարզ է դառնում, որ մենք փորձում ենք թափանցիկությունը եւ միջազգային ստանդարտներով հակակոռուպցիոն քայլերը ձեռնարկել արդեն իսկ այս բնակավարում։ Կառավարությունը պատրաստելու է զեկույց, որով տեղեկություններ է բացահայտելու, թե որ ընկերություններն ունեն արտոնագրեր, որքան եկամուտ ունեն, իսկ ընկերություններն էլ կհրապարակեն, թե որքան հարկ են վճարում պետությանը։ Հայաստանի կառավարությունը փակում է դրամի հոսքը օֆշորային երկրներ, դեպի օֆշորներ արգելափակոց դարձող տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ուժի մեջ կմտնեն հարկային նոր օրենսգրքի հետ։ Երկրից փախչող փողի ճանապարհը շուտով կփակվի, կապիտալի արտահոսքը կանխելու նպատակով Հայաստանում էլ բիզնես դաշտը կկարգավորեն տրանսֆերային գնագոյացմամբ։ Նորույթը վերաբերում է նախ եւ առաջ գումարների հետ օֆշորում թաքցնողներին։ Կիպրոս, Լյուքսեմբուրգ, Բահրեյն, Վիրջինիան կամ Կուկի կղզիներ թարմացված ցանկում 51 երկրի անուն է։ Դրանք այն երկրներ են, որտեղ գրանցված պետությունների տնտեսվարողների հետ համագործակցության դեպքում տրանսֆերային գնագոյացման օրենսդրությունը աշխատելու է։ Ֆիննախի պաշտոնյան դժվարացավ երկրից դուրս բերվող փողի
Վաղի ծավալ նշել Պեկին ներկայացուցիչն էլ հստակ թիվ, թե հարկատուների քանի տոկոսը կենթարկվի տրանսֆերային գնագոյացման։ Մի բան է հստակ, մանրադիտակի տակ հայտնվելու է խոշոր բիզնեսը։ Երբ որ գործարքը 200 միլիոն դրամից ավելի արժեք ունի, երբ որ գործարքի մի կողմը օգտվում է որևէ հարկային արտոնությունից։ Եկամտահարկ չվճարող կամ ազատ տնտեսական գոտում աշխատող ընկերություն, նաև նրանց հետ գործարքի մեջ մտնող բիզնես։ Սա է հարկատուների այն խումբը, որի հաշվապահությունը հարկային առավել մանրամասն է ստուգելու, չթողնի պակասեցնեն հարկերը։ Պահանջվող փաստաթղթերն ինչպես անսխալ լրացնել տնտեսվարողներին խորհուրդներով փորձում են օգնել KPMG Armenia-ից։ Օրենքը ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից։ Առաջի տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումը հարկային մարմինները կարող են պահանջել 2019 թվականին։ Տրանսֆերային գնագոյացման պետությունը գործարարին ասում է, մեր շուկայում աշխատած փողը պետք է երկրում մնա ու հարկ վճարի։ Ներկաներին պատկերավոր բացատրեց ուկրաինացի փորձագետը։ Կիևը բիզնեսի օֆշորում թաքցրած գումարները հետ բերելու 4 տարվա փորձ ունի։ Այս ընթացքում 250 փաստաթղթավորում է արվել, 36 ստուգում ավարտվել։ Ամենախոշոր հարկային լրավճարը ձեռներեցներից մեկը վերջերս դատարանում 4.8 միլիոն դոլարի գործ պարտվեց։ Այնպես որ աուդիտորներն ասում են, կյանքը բաժանվում է հարկային նոր օրենսգրքից առաջ ու հետոյի բիզնես իմացեք։ Հերմինե Բաղդասարյան, Տիգրան Բաբայան, օրակարգ։ Իդեպ կենտրոնական բանկը նախատեսում է շրջանառության մեջ ներդնել նոր միավոր 2000 դրամանոց թղթադրամ։ Գլխավոր դրամատան մամուլի պատասխանատու Հարություն Կբեյանը օրակարգին պարզաբանել է, որ վերլուծությունը ցույց է տվել, որ 2000 դրամանոցը պահանջված անվանական արժեք է տնտեսության մեջ։ Նոր թղթադրամի թողարկման հարցը դեռ քննարկվում է։ Քրեական օրակարգի գլխավոր լուրը բացահայտվել է կոռուպցիոն շղթա կոռուպցիայի դեմ պայքարող պաշտոնյաների մասնակցությամբ։ Հնարավոր է դատարանի առաջ կանգնի 9 անձ, այդ թվում Գեղարքունիքի դատախազության դատախազը, Մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը։ Ճաղերի ետևում կհայտնվի Գեղարքունիքի դատարանի նախագահ Պետրոսյանը։ Արդարադատության խորհուրդը բավարարել է նրան կալանավորելու համար նախագահին դիմելու միջնորդությունը։ Ընդհանուր իրավասության դատարանի նախագահը մեղադրվում է խոշոր չափի կաշառք վերցնելու համար։ Հարուցվեց քրեական գործ, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, կաշառքի միջնորդության եւ կաշառք ստանալու դեպքերի առթիվ։ 23,000 դոլարն ըստ հաղորդագրության նրան է փոխանցվել վարորդի միջոցով։ Պետրոսյանը պարտավորվել է մեղմ դատավճիռ արձակել Վարդենիսի Սև հողեր թաղամասի ցուլ ռեստորանում խմբակային խուլիգանության դանակահարության փաստով մեղադրյալի հանդեպ։ Մեղադրյալի ծնողներից վերցրած գումարի դիմաց պայմանավորվածությունը կատարել է 2016-ի մարտի 18-ին։ Ծնողները մինչև այդ 4000 դոլար էլ տվել էին Գեղարքունիքի դատախազության դատախազ Շհոյանին, որպեսզի իրենց որդին չկալանավորվի, բայց դատախազը կաշառքը վերցրել խոստումը չէր կատարել։ Կաշառքի գումարը փոխանցվել է, որպեսզի իրենց որդու նկատմամբ դատարանը մեղմ պատիժ նշանակի, բացի այդ գործով անցնող մեկ այլ մեղադրյալը, ով հանդիսացել է նաև իրենց դստերամուսինը, ազատվի քրեական պատասխանատվությունից։ Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, նույն դատարանի դատավոր Վարդանյանը մեղադրվում են կաշառք վերցնելու ևս մեկ դեպքով։ 120,000 ռուսական ռուբլու դիմաց նրանք ապօրինի դատական ակտ են կազմել Ծորագյուղի բնակիչներից մեկի անշարժ գույքի մասին։ Դատախազ Շհոյանը ձերբակալվել է դատարանի նախագահ Պետրոսյանին կալանավորելու համար նախագահին դիմելու միջնորդությունը բավարարվել։ Լուսին Մկրտչյան, Արտակ Գևորգյան, օրակարգ։ Հատուկ քննչական ծառայությունում 2 աղմկահարույց քրեական գործ է հարուցվել, մեկը դատապարտյալի, մյուսը Երևանի բնակչի հաղորդումներով։ Դատապարտյալը իրավապահներին տեղեկացրել է, որ Արմավիր քրեակատարողականի մի քանի աշխատակիցներ պատժախցում մահակներով ծեծել են իրեն նախորդ օրը կալանավայրի աշխատակիցներից մեկին հայհոյելու համար։ Դատապարտյալը նաև հայտնել է, որ շուրջ 7 օր պատժախցում է եղել, իսկ հիմնարկի բժիշկը չնայած իր խնդրանքին ծեծի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներին չի արձագանքել։ Հատուկ քննչական ծառայության հարուցած մյուս գործով էլ Երևանի շենքերից մեկում բնակվող եւ տան սեփականատեր 2 քաղաքացիների միջև վեճ է եղել։ Ոստիկանության քանակեր Զեյթունի բաշնի աշխատակիցները առանց համապատասխան դատական ակտի առկայության սեփականատիրոջ հետ կոտրել են դռամփականը, բնակչուհուն բերման ենթարկել, նրա նկատմամբ բռնություն գործադրելով։ Հարուցված քրեական գործերով պաշտոնակատար անձանց 2-ից 6 տարի ազատազրկում է սպառնում։ Մասիսի քննիչները այսուհետև հանցագործության իրեղեն ապացույցները ավելի ապահով տեղում կպահեն, նրանք նոր մասնաշենքում են սկսել աշխատանքը։
Փոքր աշխատասենյակներից նոր առանձնասենյակներ, Արարատի մարզային քննչական վարչության, Մասիսի բաժնի քննիչները ծանոթանում են հարմարավետ ու ընդարձակ աշխատավայրին։ Բացի այդ ունենք նաև իրեղեն ապացույցների առանձին սենյակ, հարցաքննության առանձին սենյակ, որը բարելավում է քննիչի աշխատանքը, ապահովում է նախաքննության գաղտնիությունը եւ դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության համար կարևոր նշանակություն ունի։ Քննչական բաժինը Մասիսի քաղաքապետարանի մի հատվածում է։ Կոմիտեին է փոխանցվել ավագանու որոշմամբ։ Քննիչը պետք է ունենա օրենքների պահանջներին բավարարող անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու համար հարմարեցված աշխատանքի վայր։ Առանձնասենյակները հնարավորություն կտան քննիչներին ավելի արդյունավետ կազմակերպել իրենց աշխատանքը, ձեռք բերած ապացույցները դատարանում ավելի անխոցելի դարձնել։ 2016 թվականի Արարատի մարզային քննչական ստորաբաժանումը ճանաչվել է քննչական կոմիտեի լավագույն ստորաբաժանում, որի մեջ նաև ընդգրկված է Մասի քննչական բաժինը։ Քննչական կոմիտեի կազմավորումից հետո հաստատությունը ձեռնամուխ է եղել շենքային պայմանների բարելավմանը։ Արդյունքում հիմնանորոգվել են 5 մարզային կառույցների շենքեր, նաև Երևանի մի քանի վարչական շրջանների բաժիններ։ Հայկ Հովհաննիսյան, Արտակ Գևորգյան, օրակարգ։ Նոր բացահայտումներ արաբական աշխարհում պայթած դիվանագիտական սկանդալից Քաթարին դեմ մարշ հայտարարած երկրներին միավորել է Սաուդյան Արաբիան, այս երկիրը ցանկանում է մեծ խաղացող դառնալ տարածաշրջանում։ Սա մեր փորձագետների վերլուծությունն է։ Ըստ նրանց լուրերը, թե ճգնաժամը սկսվել է հաքերային հարձակման հետևանքով տեղեկատվական արտահոսքից, ընդամենը իրական պատճառի լավ փաթեթավորում է։ Հակաքաթարյան արշավի դրոշակակիրը Սաուդյան Արաբիան է։ Փորձագետները պարզաբանում են, այդ երկիրը, որը ղեկավարում է հակահավեկչական կոալիցիան, իդեմս Քաթարի լուրջ մրցակցի է բախվում եւ տարածաշրջանում գերիշխող դիրքի ցույց դնելու կարիք ունի։ Պատճառը Միացյալ Նահանգներ Քաթար ջերմացող հարաբերության հանդեպ խանդն է։ Սաուդյան Արաբիան Կատարի տեսնում էր այն հակառակորդին, որը պետք է ստվել էր սաուդական քաղաքական այդ ամբիցիաները։ Մեղադրել Կատարին հավեկչների ֆինանսավորելու մեջ այն երկրի կողմից, որը Նավաբեկիչներ չասենք իսլամական համատականներին, Սաուդյան Արաբիան էլ չէր մնում Կատարի տեսարում։ Ըստ տեղեկատվական արտահոսքի Քաթարն ապրիլին մոտ $1 միլիարդ փրկագին է վճարել ահաբեկչական խմբավորումներին, թագավորական ընտանիքի Իրաքում որսի գնացած եւ գերված անդամներին ազատելու համար։ Ահաբեկությանն աջակցելու համար Քաթարին մեղադրելն ու դիվանագիտական կապերը խզելը պարզապես իրական պատճառի հմուտ փաթեթավորում է, վստահ են փորձագետները։ Որոշ աղբյուրներ նշում են, թե վիճակը սրվել է Իրանի նկատմամբ Քաթարի էմիրի դրական վերաբերմունքի պատճառով։ Փորձագիտական կարծիքով Իրանին խառնել Քաթարի մեկուսացման պատմության մեջ պետք չէ։ Դիվանագիտական ճգնաժամը Քաթարի շարքային քաղաքացին չի էլ զգա։ Քաթարի արտգործնախարարը վստահեցնում է, որ պատասխան քայլեր չեն լինելու։ Դոհան մտադիր չէ սրել հարաբերությունները հարևանների հետ։ Մենք մտադիր ենք կարգավորել տարաձայնությունները երկխոսության ճանապարհով։ Քաթարը չի ձեռնարկի իրավիճակի սրմանն ուղղված քայլեր։ Խնդիրները պետք է լուծվեն բանակցային սեղանի շուրջ։ Քաթարը քավության նոխազ է դառնում, կարծում է արաբագետը, եթե իրավիճակը սրվի, կսկսվի նոր քաղաքական խաղ։ Մենք ականատես կլինենք նաև Կատար-Թուրքիա հարաբերությունների մերձեցման ընդդեմ Սաուդյան Արաբիայի։ Կանխատեսում երկու ընթացք, մեկը արագ հանգուցալուծում, ասենք Կատարում ներքին հեղաշրջման փորձի միջոցով։ Մյուսը հակամարտային տեսանկյունից ուրեմն շարունակություն։ Ամեն դեպքում նրանք կարծում են, Քաթարի ներքին ռեսուրսը բավարար է խնդիրն արագ լուծելու համար։ Սոնա Աղբալյան, Հակոբ Սարգսյան, օրակարգ։ Չի բացառվում, որ մոտ ապագայում իսլամական պետություն խմբավորումը կորցնի Իրաքի և Սիրիայի իր մայրաքաղաքները, ըստ վերջին տեղեկությունների Սիրիական ժողովրդավարական ուժեր դաշինքը, որի շարքերում կռվում են քուրդ և արաբ զինյալները, արևելքից մտել են Ռաքա։ Քաղաքը իսլամիստների հսկողության տակ էր 2013 թվականից։ Իրաքի բանակն էլ առաջ է շարժվել Մոսուլի արևմտյան Զանջիլի շրջանում, որը իսլամիստերի վերջին հենակետն է։ Մարտական գործողություններից սակայն տուժում են նաև խաղաղ բնակիչները, նրանք հայտնվում են երկու կողմի կրակահերթի թիրախում, իսլամիստները անողոք են քաղաքից փախչողների նկատմամբ։ Նրանք սպանել են Մոսուլի արևմտյան հատվածից հեռացող 163 բնակչի, տղամարդկանց, կանանց և երեխաների։ Միացյալ Նահանգների Կոնգրեսի լիագումար նիստում քվեարկության է դրվել 354 համարի օրինագիծը, այն դատապարտում է Շերիդան հրապարակում Թուրքիայի նախագահի թիկնազորի բռնությունները, սահմանում, որ թուրքական կողմը խախտել է ամերիկյան սահմանադրությունը, քանի որ Էրդողանին Շերիդան հրապարակում որևէ վտանգ չէր սպառնում։ Թուրքիայի անվտանգության ուժերը գործել են ոչ պրոֆեսիոնալ և կոպտորեն, ինչը ստվեր է գցում Թուրքիայի նախագահի և կառավարության վրա։ Անվտանգության համակարգի ցանկացած ծառայող, որ մասնակցել է խաղաղ ցուցարարների դեմ բռնությանը, պետք է
դատվի ամերիկյան օրենքով նշված է փաստաթղթում։ Ամերիկայի հայդատի գրասենյակը ողջունել է օրինագծի քննարկումը։ Ազդեցիկ հոգևոր ժողով Էջմիածնում մայրաթորում են հայոց եկեղեցու 36 թեմերի 150 հոգևորականներ։ 4 օր եկեղեցական ներկայացուցչական ժողովում կքննարկեն ներքին հարցեր, կընտրեն գերագույն հոգևոր խորհրդի անդամներին, այստեղ են Պոլսո պատրիարքարանի հրաժարյալ փոխանորդը եւ ընտրյալ տեղապահը։ Եկեղեցականները վեղարով, լանջախաչով, աշխարհականները պաշտոնական հագուկապով։ Մայրաթորում եկեղեցական ներկայացուցչական վերջին ժողովը 3 տարի առաջ էր։ Այսօրվանից ու եւս 3 օր 35 թեմերի 150 ներկայացուցիչներ Մայրաթորում կանցկացնեն։ Քննարկելու եկեղեցական եւ ազգային մեր կյանքը հուզող խնդիրները։ Հուզող խնդիրներն էլ քիչ չեն, թեմերում ընդհանուր խաղի կանոններ հաստատելու, միասնական կանոնադրությամբ աշխատելու գործը դանդաղում է, վեհափառը նկատել է, մտահոգված է։ Երբեմն շրջանառվում է այն անհիմն մտածումը, իբր մայրաթորը հեռահար նպատակ է հետապնդում թեմերի ունեցվածքի առնչությամբ։ Նման բան չկա, թեմերն էլ մայրաթորինն են, շեշտեց վեհափառը։ Իդեպ միասնական եկեղեցական կանոնադրությամբ չգործելու միտումը Հայաստանից դուրս գործող թեմերին է հատուկ։ Կարող են հայտնվել այսպես մարդիկ, որոնք մկրտված չեն, մարդիկ, որ ընդհանրապես կրոնական այլ հայացքներ ունեն։ Այս օրերին Մայրաթորում փոփոխված կանոնադրության նախագիծն են քննարկելու, խնդիր է նաև քահանաների պակասը։ Մենք Ղարաբաղում կառուցել վերանորոգել 70 եկեղեցի, վանք եւ մատուռ, բայց 10 քահանա ունեն։ Մայրաթորի հաշվարկով հայկական ծխական, այսինքն մեկ գյուղ, մեկ քահանա համակարգը վերականգնելու համար մոտ 5000 քահանա է պետք։ Այսօր մենք ամբողջ Հայաստանում ունենք շուրջ 250-260 եկեղեցականներ։ Քիչ է։ Հարկավ քիչ է։ Մայրաթորը փորձում է իրավիճակ փոխել հոգևոր ճեմարանների շրջանավարտներով ու կառուցվող, վերականգնվող եկեղեցիներով։ Մեկ ժամանակի խնդիր ունենք, մեկ նվիրումի խնդիր չունենք։ Եկեղեցական ժողովին մասնակցում էին նաև Պոլսո պատրիարքարանի չհաշտվող սրբազանները։ Վեհափառը հատուկ ընդգծեց, իր աջակցությունն է հայտնում ընտրյալ տեղապահ Բեկչյանին։ Որդորում աննվազ նախանձախնդրությամբ իրականացնել պատրիարքության ընտանիք աշխատանքները։ Մենք 3 վանատան բակում զրուցել էինք Պոլսո սրբազանների տեղապահ Բեկչյանի ու Սահակ Մաշալյանի հետ։ Նրանք հույս էին փայփայում, որ փոխանորդի պաշտոնից հեռացած Աթեշյանը հրաժարականը գրավորել կհաստատի։ Մի քիչ թող սպասեն։ Սուսան Բադալյան, Վաչագան Պետրոսյան, օրակարգ։ Հայաստանի եւ Արցախի 5000-ից ավելի դիմորդ մասնակցել է հայոց լեզվի եւ գրականության ստուգատեսին, քննությունների կենտրոնացված համակարգը փորձությունն անցել է, դիմորդները գիտեն, գիտելիքին համարժեք գնահատական են ստանալու։ Գիտության եւ կրթության նախարարը բացահայտել է կրթական համակարգում լուրջ փոփոխություններ են լինելու։ Դրանց մասին Տաթևիկ Նալբանդյանի ռեպորտաժում։ Սա ընդհանրապես քննություն է, մի հուզվեք, քննական լարվածությունը հենց սկզբից փորձեց ցրել կրթության նախարարը։ Մի հարցում դիմորդների բախտը այս տարի բերել է 1500-ով նվազել է դիմորդների թիվը, հետևաբար նաև մրցակցությունը։ Այս տարի մեր դիմորդների թիվը եւ հատկացված տեղերը թվականական այնպես է, որ յուրաքանչյուրը ձեր միջին գիտելիքով հանգիստ կարող է կտրվել։ Քննական ստրեսը հաղթահարելու միջոցները տարբեր են, այսօր իրենց հետ դիմորդները վերցրել էին շոկոլադ, հյութ ու ինքնավստահություն։ Ստրես? Չէ։ Պետք է քո վրա վստահ լինես ու լավ գրես։ Քանի որ գիտելիքների վրա վստահ ես, կարծում եմ լարվելու որևէ խնդիր չկա։ Քննական հույզերը շուտով ավելի կհանդարտվեն։ Լևոն Մկրտչյանը մտածում է մեկ տարվա ընթացքում 2 քննություն կազմակերպել, TOEFL-ի տիպի քննություն անցկացնել, որպեսզի ձախողվելուց հետո դիմորդը մի քանի անգամ փորձելու հնարավորություն ստանա։ Եթե ասենք հուզմունք է եւ այլն, մի անգամ լավ չի ստացվում, երկրորդ անգամ երեխան հնարավորություն ունենա տարվա ընթացքում դիմել։ Եվս մեկ նորամուծություն առաջին հայտի գերակայության սկզբունքն է լինելու։ Բուհերը բողոքում են, մասնագիտական նախընտրությունը հաճախ դուրս է մղվում։ Շրջանավարտը պատրաստվում է տնտեսագետ դառնալ, բայց հայտնվում է մաթեմատիկայի ֆակուլտետում։ Ովքեր որ առաջին հայտով տալիս են իրենց նախընտրած մասնագիտությունը, իրենք ինչ որ միավորով անցնեն, որից հետո նոր թափուր տեղերի արկայությամբ լինի։ Մեկ այլ փոփոխությամբ էլ վճարովի եւ անվճար տեղերի մրցույթն է առանձնացվելու։ Կրթական համակարգը փոփոխությունների փուլում է, հայտարարեց կրթության նախարարը։ Տաթևիկ Նալբանդյան, Հովհաննես Քյոսեյան, օրակարգ։ Արցախի պետական համալսարանում ռազմական գործ կուսուցանվի, պետության քաղաքական եւ ռազմական ղեկավարությունը այս հարցը քննարկել է նախագահ Բակո Սահակյանի հետ։ Արցախի խորհրդարանի պատգամավորները ասել են, որ բանակին անհրաժեշտ են սպաներ, որոնք միաժամանակ կլինեն նաեւ ռազմական ճարտարագետներ։
Սահմանամերձ կողմում հիմքեր է գցում IT միտքը Արմաթ ինժեներական ակումբից, բացի այստեղ կկառուցեն Թումո կենտրոն։ Կողբի Թումո կենտրոնը հիմնել ու կառուցում են Յուքոմ եւ Mission Enfants ընկերությունները, Կողբ հիմնադրամը, Թումոն, ինչպես նաեւ սփյուռքահայ բարերարներ։ Կենտրոնը կունենա դասասենյակներ, ինքնուսուցման հարթակ, ձայնագրման ստուդիա, կինոթատրոն, սպորտային պարապմունքների եւ ժամանցի համար նախատեսված բացօթյա դարատափ։ Մեր ընկերությունը մշտապես աջակից է լինելու նման կրթական կարևոր ուղղությունների, կարևորագույն ուղղությունների աջակցմանը։ Կարծում եմ այս ամենը ինչ այսօր մենք տեսանք շատ հիանալի է։ Պաշտպանության նախարարության հետ այնտեղ անցկացվելու է նաև Թումո բանակ նախագիծը։ Նախագահ Սերժ Սարգսյանը Կողբի Թումոյի հիմնարկեցից հետո այցելել է Յուքոմի եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ջանքերով ստեղծված Կողբի Արմաթ ինժեներական խմբակ լաբորատորիա։ Դավիթ Մուրադյան, օրակարգ։ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը Երևանում մեկնարկել է կոմպոզիտորի անվան 13-րդ միջազգային մրցույթը, այս տարի առաջին անգամ կմրցեն վոկալիստները։ Լավագույն ձայնի համար պայքարը կտևի 9 օր։ Առաջին 3 մրցանակակիրները կստանան համապատասխանաբար 10, 5 և $3000 մրցանակ։ Մեքսիկոյի Գրասիելան կյանքում առաջին անգամ կատարում է հայերեն երգ, այն էլ Կոմիտաս։ Սա Խաչատրյանի մրցույթի պահանջներից մեկն է։ Հեշտ չէր խոսքերը սովորել, բայց շատ գեղեցիկ լեզու է եւ ամեն ինչ կանեմ, որ լավ հնչեցնեմ երգը։ Սոպրանոն Արամ Խաչատրյան մրցույթի 40 մասնակիցներից մեկն է։ Պատմության մեջ առաջին անգամ մրցույթի ժանրը վոկալային արվեստն է։ Սա այն միակ եւ բացառիկ առիթն է, որ մենք հնարավորություն ենք ունենում Խաչատրյանի երազը իրականություն դարձնելու, այսինքն երաժշտությամբ, մեր ստեղծագործությամբ, մեր երևակայական աշխարհով աշխարհին պատմելու մեր հայրենիքի մասին, մեր ժողովրդի մասին։ Մասնակիցները 13 երկրից են ու 13 մշակույթից։ Ժյուրիի կազմում են համաշխարհային օպերայի հայտնի դեմքերը։ Ցանկությունը մեկն է՝ չսխալվել ընտրություն կատարելիս։ Ունկնդիրների ճաշակին ենթարկվելը մեկ-մեկ հնարավոր է, վտանգավոր է, բայց նաև հնարավոր է։ Ես հիշում եմ, դահլիճը բուռն ծափահարում էր մի դաշնակարի, որից ես սարսափում էի։ Բացման օրը պատահական չի ընտրված։ Հունիսի 6-ին ամբողջ աշխարհը նշում է Մեղեդիների վարպետի 114-ամյակը։ Արամ Խաչատրյան համերգասրահը նվեր ստացավ, այսուհետև հանդիսատեսին անտարբեր չի թողնի կոմպոզիտորին նոր կիսանդրին։ Հասմիկ Առաքելյան, Տիգրան Բաբայան, Ռոմիկ Խաչատրյան, օրակարգ։ Եվ վերջում Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի Սլավիա հրապարակում բացվել է 1.800.000 եվրո արժողության բազմերանգ շատրվանը, այն ունի տաքացման համակարգ և գործելու է նաև ձմռանը, նույնիսկ 20 աստիճան ցրտի դեպքում։ Շատրվանը, որը արտադրվել է Հունաստանում, համարվում է ամենամեծը հարավ-արևելյան Եվրոպայում, այն ունի 32 մետր տրամագիծ և 320 ջրային շիթ։ Այսքանը նոր լուրերին սպասեք ժամը 13-ի մեր թողարկմանը։ Մինչև այդ ժամը։